Թոմաս Էդիսոնը, հենց այն անձը, ով մեզ պարգևեց էլեկտրականության գյուտը, մի անգամ կանգնած նայում էր, թե ինչպես է իր ամբողջ լաբորատորիան կրակի բաժին դառնում։ Էդիսոնի տարիների աշխատանքը, նախատիպերը, նմուշները, միլիոնավոր սարքավորումները մոխրանում էին իր իսկ աչքի առաջ։ Մեզանից շատերը նման իրավիճակում կընկճվեն, կբարկանան, կհարցնեն, ինչու է կյանքը այդքան անարդար իրենց նկատմամբ։ Բայց ոչ Էդիսոնը։ Երբ նրա ամբողջ կյանքի աշխատանքը իր աչքի առաջ կրակի բաժին էր դառնում ու մոխրանում, նա չբարկացավ, չկոտրվեց։ Նա շրջվեց ու որդուն ասաց. «Գնա կանչիր մորդ, նա երբեք այսքան գեղեցիկ ու մեծ կրակ իր կյանքում չի տեսել»։ Կարող եք միայն պատկերացնել, թե ինչ ներքին ուժի տեր մարդ էր։ Էդիսոնը այնպիսի անձ էր, ով հրաժարվում էր կոտրվել իր շուրջը կատարվող իրադարձությունների և երևույթների պատճառով։ Նա հասկանում էր այն, ինչ քչերն են հասկանում։ Երբեմն կյանքը հիմնահատակ այրում է ամեն ինչ, որպեսզի կարողանա սրոյից ավելի լավը և ավելի կայունը ստեղծել։